Ողջույն հարգելի եկվորյակներ, այս տեսանյութը Սատուրնի մասին է։ Սատուրնի մասին տեսանյութեր դեռ կլինեն մի քանի անգամ, ես կխոսեմ այս մասին։ Մայիսի 25-ից 26-ը Սատուրնը արդեն մտել է 2025 թվականին, ձեր հորոսկոպի 11-րդ տուն։ 3 տարի այնտեղ պետք է մնա։ Բայց նա մի փոքր հետ վերադարձավ ձեր 10-րդ տուն որոշ ամիսներ եւ հետո հիմա արդեն կրկին նա մտնում է ձեր 11-րդ տուն։ Կհայտնեմ բոլոր ամսաթվերը, բայց կարծում եմ, որ Սատուրնի ազդեցությունը արդեն շատ եկվորյակներ են սկսում զգալ, քանի որ նույնիսկ մտնելուց մի քանի ամիս առաջ, իհարկե, որոնք որ դանդաղ մոլորակներ են, արդեն զգացվում են։ Նա խիստ է, բայց նման է սիրելի հորը։ Նա ստիպում է մեզ դիսցիպլինավորված, պատասխանատու եւ հասուն լինել։ Անձնական պատասխանատվություն վերցնելը Սատուրնի ամենակարևոր դասն է։ Եվ 3 տարուց հետո 2028 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, երբ նա լքի ձեր 11-րդ տունը, դուք կստանաք Սատուրնի նվերները։ Նա միշտ տալիս է ճակատագրի նվերներ այն բանից հետո, երբ մենք սովորել ենք իր դասը։ Իսկ Սատուրնը իմ դիտարկումներով ու տարիների փորձով միշտ նշանակում է անցում հաջորդ մակարդակին։ Մենք այդ ժամանակ ինչ-որ բան ենք կորցնում։ Նա տալիս է հնարավորություններ բարձրանալու համար։ Այդպես է հատկապես 11-րդ տունը։ 11-րդ տունը դա սոցիալական տուն է։ Սա այն տունն է, որտեղ դուք կարող եք ինքներդ ձեզ դրսևորել հանրության առջև, հասարակության մեջ, մարդկանց միջև, դառնալ առաջնորդ։ 11-րդ տունը մարդկանց խմբի, համախոհների, թիմերի, բիզնեսի տունն է, որոնց դուք կարող եք ղեկավարել, եւ ձեր թիմը կլինի ձեր կողքին։ Այստեղ Սատուրնը շատ հնարավորություններ է բացում ձեզ համար, հատկապես ֆինանսական առումով, քանի որ ձեր հորոսկոպում Սատուրնը վերահսկում է ձեր 8-րդ ֆինանսական տունը։ Եվ այդ ֆինանսները մտնում են 11-րդ տուն, օգուտի եւ արդյունքի տունը։ 11-րդ տունը խորհրդանշում է արդյունքներ եւ շահույթ, բայց Սատուրնը պահանջում է աշխատանք եւ ժամանակի ներդրում։ Սատուրնը հենց խորհրդանշում է ժամանակը, պլանավորումը, կարգապահությունը։ Մինչև այդ ջանքերը չներդնեք, նա ձեզ ոչինչ չի տալու։ Եթե դուք ինչ-որ բան սկսում եք անել, պետք է անել դա կանոնավոր, Սատուրնի սկզբունքներով, եւ այդ դեպքում արդյունքները գերազանցելու են ձեր սպասումները, այդ թվում նաեւ ֆինանսական առումով։ Ձեր շրջապատը կարող է նվազել։ 11-րդ տունը խորհրդանշում է ընկերներին եւ շրջապատը։ Այն կարող է փոքրանալ, ինչ-որ մարդկանց հետ դուք այլևս չեք շփվի, կհեռանաք, կկորցնեք կապը կամ այլ պատճառներ կլինեն, բայց մնալու են որակյալ, ամենավորակյալ իսկական մարդիկ։ Սատուրնը միշտ ստուգում է մարդկանց ազնվությունը, հասկանալու, թե իրական մարդ է, թե ոչ։ Այդ ընկերները կմնան ձեր կողքին, իսկ մյուսները, որոնք չեն անցել Սատուրնի թեստը, կարող են հեռանալ ուղղակի։ Սա առաջին անգամ է վերջին 30 տարիների ընթացքում, որ Սատուրնը մտնում է ձեր 11-րդ տուն։ Ընդհանրապես Սատուրնը այս տանը գալիս է կյանքում ընդամենը 2 կամ առավելագույնս 3 անգամ, քանի որ նրա ցիկլը տևում է 30 տարի, մինչ նա կանցնի հորոսկոպը եւ կմտնի եւս 11-րդ տուն։ Նախորդ անգամ նա այստեղ էր 1996-ից 99 թվականներին։ Եթե հիշում եք այդ ժամանակը, հիշեք ինչ տվեց ձեզ Սատուրնը ու ինչ ձեռքբերումներ ունեցաք այն ժամանակ։ Սատուրնը կմտնի այս նույն 11-րդ տուն 2026 թվականի փետրվարի 14-ից մինչև 2028 թվականի ապրիլի 12-ը։ Այսինքն Սատուրնի ազդեցությունը կլինի այս ամսից սկսված մինչև 2028 թվականի կեսը, 3 տարվա ընթացքում, դեռ ինքը 2025-ին է մտել, հետո ուղղակի հետադարձ լինելով նա դուրս է եկել։ Հաջորդ անգամ նա միայն 2055 թվականին կմտնի այս դիրք։ Բայց այն, ինչ ձեռք ենք բերում Սատուրնի միջոցով, մեզ հետ կմնա երկար ժամանակ, եթե ոչ ընդմիշտ։ Սա շատ կարևոր անցում է նրա համար։ Սատուրնը միշտ տալիս է հնարավորություններ բարձրանալու հաջորդ մակարդակին։ Այստեղ Սատուրնը նաև խորհրդանշում է կարգավիճակն ու կարիերան։ Այսպիսով այս ընթացքում հնարավոր է նոր բիզնես սկսել, առաջընթաց ունենալ պաշտոնում, ավելի մեծ պատասխանատվությամբ կամ ղեկավարել ինչ-որ բան ձեր ընկերությունում։ Կարող եք աշխատել որպես ուսուցիչ կամ դասախոս, ելույթ ունենալ հանրության առաջ,
օրինակ մեծ կոնֆերանսներում, ժողովներում կամ այլ միջոցառումներում, որովհետև 11-րդ տունը այն վայրն է, որտեղ հավաքվում են շատ մարդիկ։ Միգուցե դուք անցկացնեք նոր մարզումներ, դասընթացներ կամ սեմինարներ, ինչ-որ բան, ինչ նախկինում չեք արել։ Սատուրնը սովորաբար կարող է բերել նոր հնարավորություններ ու փոփոխություններ կյանքում, ինչպես նաև սովորաբար պետք կլինի ընդունել լուրջ որոշումներ։ 11-րդ տանը Սատուրնը կարող է նաև բերել մեծ սեր ձեզ։ Ձեր ընկերները կարող են ձեզ ծանոթացնել ինչ-որ մեկի հետ։ Սատուրնը կարող է նաև բերել հարաբերությունների ավարտ ինչ-որ մեկի հետ։ Այս 3 տարվա ընթացքում հնարավոր է, որ դուք բաժանվեք ինչ-որ մեկի հետ, բայց միևնույն ժամանակ սկսեք նոր հարաբերություններ մեկ ուրիշի հետ։ Քանի որ 11-րդ տունը մեր հորոսկոպում ուղղակի դիմաց է, հենց սիրո տան դիմաց է գտնվում, 5-րդ տան, որը սերն է եւ երեխաները։ 5-րդ եւ 11-րդ տները դա առանցք է։ Եվ այսպես հնարավոր է, որ ձեր կյանքում հայտնվի նոր սեր, կամ երեխաներ ծնվեն, կամ ձեր ընտանիքում նոր երեխա հայտնվի։ Սատուրնը ձեր հորոսկոպում կառավարում է 8-րդ տունը։ Ֆինանսական մոլորակը մտնում է ապագայի, երազանքների, պլանավորման եւ հասարակության տուն։ 11-րդ տունը շատ է կապված հաղորդակցությունների հետ, եւ այդ հաղորդակցությունները կարող են լինել նաեւ ֆինանսական, կապված բիզնեսի եւ հաճախորդների հետ։ Այսպիսով սպասվում է նոր մակարդակ հաճախորդների կամ նոր գների հետ կապված, այսինքն որոշակի աճ։ Սատուրնը միշտ տալիս է աճ, եկամուտ։ Ֆինանսական մոլորակը ըստ 11-րդ տանը սովորաբար բերում է շահույթ։ Դա կարող է լինել նաև երկարատև մեծ նախագիծ 3 տարվա ընթացքում, բայց արդյունքը դուք կտեսնեք 2028 թվականի գարնանը։ Դա կարող են լինել ներդրումներ, որոնք 3 տարվա ընթացքում կսկսեն եկամուտներ բերել։ Սատուրնը պատասխանատու է ձեր տրանսֆորմացիայի համար, քանի որ կառավարում է 8-րդ տունը, եւ դա ոչ միայն ֆինանսներն են, այլ նաեւ մեծ փոփոխությունները։ Սա վերաբերվում է ձեր անձի եւ կյանքի տրանսֆորմացիային։ Եվ այստեղ կարող է լինել այնպես, որ ձեր շփումները, ծանոթությունները, շրջապատը մեծ դեր խաղան այն գործում, որ դուք փոխվեք, եւ ձեր կյանքը տրանսֆորմացվի, եւ դուք նույնպես փոխվեք։ Սատուրնը կարող է բերել տեղափոխություն եւ շրջապատի փոփոխություն։ Սատուրնը նաեւ կարող է բերել աշխատանքի փոփոխություն։ Եվ ձեր պարտականությունները կարող են փոխվել, բայց այս ամենի ընթացքում դուք կփոխվեք դրա հետ մեկտեղ որպես անձ։ Մտածեք այնպես, որ ձեր բնավորությունը նույնպես կարող է փոխվել, ձեր պլանները փոխվեն, տրանսֆորմացվեն։ Այն ինչ նախկինում մտածում էիք, կարծես սկսի փոխվել, եւ դուք կսկսեք ծրագրավորել լիովին ուրիշ բան, ոչ այն, ինչ մտածում էիք մինչ այդ պահը։ Կարող է լինել ծանոթություն եւ հանդիպում ինչ-որ մեկի հետ, ով կդառնա ձեր հովանավորը, նույնիսկ ֆինանսական հովանավորը։ Կարող է լինել, որ ձեր կյանքում հայտնվեն ֆինանսական գործընկերներ։ Միգուցե դուք ավելի զգույշ ընտրեք, թե ում հետ եք շփվում։ Եվ ոչ միայն շփում, այլ կարծես ձեր կյանքի որակը կբարձրանա, դուք ավելի ուշադիր կընտրեք հյուրանոցները, որտեղ եք տեղավորվում, ռեստորանները, ավելի բարձրորակ վայրեր, որտեղ որ այցելում եք։ Կարող է լինել, որ հաճախ համերգների, հայտնի աստղերի, ելույթներին կամ մասնակցեք նման կոնֆերանսների, հնարավոր է ելույթ ունենաք կամ պարզապես մասնակցեք դրանց, նույնիսկ բիզնես կոնֆերանսներին, բայց դրանք բոլորը բարձր մակարդակի, հայտնի միջազգային միջոցառումներ կլինեն, ոչ թե ուղղակի տեղական, քաղաքի մեջ։ Կարծես ձեր հորիզոնները կլայնանան, կբարձրանան, դուք կբարձրանաք նոր մակարդակի։ Կարող է այնպես լինել, որ դա կապված լինել անձի տրանսֆորմացիայի, հոգեբանության հետ կամ կոնֆերանսների հետ, որոնք կօգնեն ձեր անձնական եւ մասնագիտական աճին։ Էզոտերիկան էլ է հնարավոր եւ գուցե միստիկայով հետաքրքրվեք։ Կարող է դառնաք ինչ-որ խմբի անդամ։ 11-րդ տունը ցույց է տալիս խմբերը, ոչ միայն հետաքրքրությունները, այլ նաեւ օրինական քաղաքական խմբերը։ Սատուրնը խորհրդանշում է լրջությունը, այսինքն դուք շատ լրջորեն կվերաբերվեք ինչ-որ կազմակերպությանը կամ խմբի անդամությանը։ Որոշ մարդկանց համար դա կարող է լինել սեկտա, ոմանց համար քաղաքական կուսակցություն,
մյուսների համար էլ երաժշտական խումբ կամ մեկ այլ խումբ։ Սատուրնը կապված կլինի ձեր շրջապատի հասարակության հետ։ Դուք կտեսնեք, թե ինչ դեր եք խաղալու այնտեղ եւ հնարավոր կլինի դառնալ առաջնորդ, գլխավոր դեր ունենալ ձեր խմբում կամ ձեր շրջապատում։ Այս ամենը առաջիկա 3 տարիների ընթացքում կփոխի ձեզ եւ կբերի նոր իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր կյանքի հաջորդ մակարդակը։ Այսքանը եկվորյակներ։ Ձեզ մաղթում եմ հրաշալի Սատուրն, նոր պարտականություններ, նոր պատասխանատվություն եւ նոր եկամուտ եւ առատություն։ Սատուրնը ձեզ համար առատության մոլորակ է, բայց պետք է կարգապահ լինել, աշխատել, ջանք ներդնել դրա համար։ Դա այն պատճառով, որ Սատուրնը այնուամենայնիվ ինչպես ուսուցիչը հայր է, որը հետևում է մեզ, ստիպում է լինել պատասխանատու։ Ձեզ հաջողություն եմ մաղթում այս 3 տարիների ընթացքում։